Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք նաև դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ուզում եմ այսօր հաղորդումը սկսել Մոսկվա, Բաքու այս հարաբերություններից ինչ է տեղի ունենում։ Կարծես թե սրվում են հարաբերությունները, դրանք ձևական են, իրական են, ինչ ենթատեքստեր եք տեսնում։ Մոսկվան մեղադրում է Բաքվին հարաբերությունների գիտակցաբար, այսպես ասած, քանդելու մեջ, իսկ Բաքվում Ռուսաստանի քաղաքացիներին դատարան են բերում դաժանորեն ծեծված, նվաստացված։ Մի խոսքով ինչ է տեղի ունենում։ Ընդ որում այդ դատարան բերվածներին մեղադրում են Իրանի տարածքով թմրամիջոցների տարածման մեջ այս գործընթացի հետ կապված, եւ հետաքրքիր է, որ հիմնականում երիտասարդները, ում ցույց մենք տեսել ենք այդ տեսանյութերը, համարվում են IT ոլորտի մասնագետներ, եւ նրանք ժամանակին մնացած բոլոր ռուսներին էլ հրավիրել են Ադրբեջան, որպեսզի գան ապրեն այնտեղ, որտեղ այդ երկրում ապրելը եւ անվտանգ է եւ ավելի լավ է։ Ինչի մասին է այս։ Գիտեք ինչ կա, այս բոլորը կապված է այս փուլի առումով Արցախում մեր բարդության հետ։ Եվ մեր դարավոր ոսոխը որպես բարեկամ է, որը հանդես գալիս, այս անգամ ռուսական սխեմայից դուրս եկավ։ Եվ դրա վրա ասեմ Արցախահայությունն էլ ես նկատի ունեմ այդ էլիտա կոչվածը, գրեթե առանց բացառության, ու որ ճանաչում եմ, մնացին ցցի վրա, որտեղ ասում են դե ինչ է լինի չլինի, լղիմը Ռուսաստանը կպահի։ Դրա համար է դրանց նվիրում է այդ տարերի եւ այս անգամ, որտեղ այդպես եղել է, բայց իրենք չէին հիշում, որ աստիճանաբար անդադ կրճատվել են, այդ չի, որ Ռուսաստանը պահել, ենքան պահեց իրենք մինչև լեռների ծայրերը հասան, այսինքն պարզ է ես, հիմա Պուտինը իր կամակատարներով այդ սխեման ջարդեց եւ գործարքի գնաց Ալիևի հետ եւ Արցախը լրիվ հանձնեց բանին, այսպես ասած Ադրբեջանին, պարզ է, որ պարտքեր ունեն ստանալու, առնելու եւ այնտեղ մի պատկեր առաջացավ իհարկե մեր ռևանշիստների նաեւ օգնությամբ, որ ադրբեջանական բանակը շատ է հզոր, այնքան է հզոր, որ Ռուսաստանի բանակից էլ է հզոր, այսել ուկրաինական եւ այլ փորձագետներ կան, որտեղ շահեր ունեն, որոնց ես ինչ-որտեղ համագրում եմ, արդեն Ալիևի մասին խոսում են որպես հանճարեղ քաղաքական գործիչ, ծաղր է, զավեշտ է։ Ուկրաինան ընդ որում Զելենսկին արդեն օգնության ձեռք է մեկնում։ Դե ձեռք է մեկնում ինչ են անում, բայց դեմոկրատիայի արժեքները ոչ միայն իրենք պետք է մեզնից ակնկալեն, այլ նաեւ իրենք պետք է պահեն, որտեղ էթնիկ զտում անողը եւ ինքնորոշման իրավունքը ոչնչացնողը ոչ դեմոկրատ կարող է լինել, ոչ հանճարեղ կարող է լինել, ոչ էլ մարդ կարող է լինել, բայց ես ասում եմ նաև հայ փորձագետները, որ մեր այսպես պահանջները մեկ-մեկ ներկայացնում, ասա իմիջայլոց։ Ինչ եղավ հավասարակշռությունը, բարձ է նախկին փխրուն հավասարակշռությունը, որ առաջացել էր Արցախյան ազատամարտի արդյունքով, մեր պարագայով խախտվեց Եվ այս չեկիստի տղան, որը ամբողջովին այդ գործը արեց Պուտինի օգնությամբ եւ կզնելով, դե հայտնի է թուրքական կզնանքը եւ շողոքորթելով եւ այլն, սկսեց իրեն վերագրել այն հաղթանակը, որի մի մասը իրենն է անշուշտ, մի մասը, բայց մնացած մասը ռուսներինն է եւ հայ տագանքի, որոնք գեներալ եւ այլ, որոնք գնացին ընդառաջ Պուտինի ցանկությանը պարտության տարան։ Այս ովքեր փողոցում այսօր ապստամբված անընդհատ, հիմա այնքան ասեց ես, դե ռուսները խանդից նաեւ իրականության մեջ Ադրբեջանին կարգի հրավելու մասին սկսեցին մտածել, որովհետեւ դա կարող է պատրանք առաջացնել, նաև բովանդակություն ստանալ, դե այնտեղ չեմ ասում, նավթի արտահանում, խողովակաշար, այդ շատ-շատերը գիտեն, որ մեկը-մեկի այդ գործարք է, մեկը-մեկի եւ այսպես, հիմա դա չի կարևոր, պոտենցիալ իմաստով, ահա,
սա չափն անցավ եւ սա շուտ եմ ասել, երբ որ այն տեղահանությունն անում են, այսը ասում է դու երջանիկ այդ տեղահանությունն արա, այսը գլխիդ է գալու, որտեւ չափը շատ խախտվեց, ինչ որ ուրեմն առաջացել էր որպես Ադրբեջան այս չեկիստի տղայի գլխավորությամբ։ Այսինքն Մոսկվան ինքն է մեղավոր, որ իր հանդեպ այսօր Ադրբեջանը նման քայլեր է մեղավոր ինչ է։ Եվ ահա կարգավոր է, մեղավորությունը գիտեք ոնց է, դե դա կաշեր չի որ դնեն 10 գրամ, 100 գրամ, այս մտային խաղ է, այո, այդ Եվ ահա փորձեցին Ադրբեջանի չափը կարգավորել, որովհետև մինչև այդ բոլորը կարգավորել էին դարերով հայկական արյան հաշվին։ Հիմա այս խլյակներին ինչու ես Արցախի ես գոյություն չունեցող կառավարությունն ուղարկեցին պարլամենտվան։ Հույս ունեին, որ այստեղ Հայաստանը կմոբիլիզացվի, հիմա կսկսի պատերազմ Ադրբեջանի դեմ, իրենք էլ Սվերդլով Եկատերինբուրգում բանում հարցեր չեն ունենա, բայց Հայաստանի իշխանությունը բանականություն ունի եւ հայ ժողովրդի մեջ էլ կան մարդիկ, որոնք շատ խելացի են։ Նույնիսկ իրենցից են խելացի, ռևանշիստների մեջ իհարկե խելացի չկա։ Ողջ կա եւ տգիտություն։ Հիմա այս բաների մեջ ահա ինչ եղավ եւ երբ որ հիշում եք, ինչ արեց Ռուսաստանը միջոցներ ձեռք առավ եւ խփեց այն քաղաքացիական օտանավը։ Իրենք են խփել, դա որևէ կասկած ոչ մեկը չի կարող ունենալ, իհարկե մանիպուլյացիաները շատ են։ Ես մի դրվագ հիշեցնեմ նաև հեռուստադիտողին ձեզ եւ այլն։ Նույն օրը հիշում եք Ալիևը Սանկտ Պետերբուրգ, կարծեմ տնտեսական ինչ-որ համաժողովի էր գնում, վերադարձավ անմիջապես, ուրեմն բանից եւ Բաքու վերադարձավ ինքնաթիռի խփման օրը վերագրվեց հանճարեղ զորավարի, հանճարեղ քաղաքական եւ մտահոգություն ադրբեջանցի քաղաքացու հանդեպ եւ նման բաներ, անհեթեթություններ։ Ինձ թվում է այստեղ ուրիշ բան է, ինքը ես վստահ եմ, որ եթե ինքնաթիռի իջներ եւ այդ համաժողովին մասնակցեր կամ ինքը թունավորվելու էր կամ այդ ինքնաթիռը պայթելու էր, վախից փախավ, չիջավ։ Այսինքն եւ ձևակերպեին էլի դե գցեն մի խմողի վրա մի ինչ որ լինում է Ռուսաստանը այսպես ասեմ Իվան Գրոզնի Ալիևին մեջ տեղից հանելու ծրագիրը ֆիզիկապես պատժելու չէ նա սկսեց ինքնուրույն ուրեմն ես ձեզ օգնել եմ ես ձեզ տվել եմ ամեն ինչ տանկ սխեմաներ Հայաստանի բանակի կաղնի տվյալներ հայ գեներալներին պարտադրել եմ ձեզ համար աշխատեմ Արցախի ղեկավարությանը ձեր համար եմ տվել քեզ եմ տվել հիմա չհասկացանք պարտքը չես ուզում տաս մի հատ էլ դու ես եւ ահա որոշեցին բանեն կարծեմ աստվածաշնչյան մի բան կա խոսք կա լավ չեմ հիշում բայց դուք երևի ինձ կօգնեք որ ես ծնել եմ ես էլ կոչնչացնեմ եւ ահա այսպես ինքնաթիռը խփեցին հետո գցեցին 1000 մի բանի վրա ուրեմն եւ ինքն էլ փախավ եւ սկսեց օղուլ տալը հերվից այն բան կա էլի մի արտահայտություն կա հայկական երկու կռվող ուրեմն տղամարդիկ մեկը մեկի տակ է տալիս ասում է տակն ընկա բայց լավ տվեց էլի այսպեսի ծեծեց էլի եւ այսպես էս Բաքվից բաներ հաթաթաներ տալ Պուտինը պիտի ներողություն խնդրի հələ կոմպենսացիա ուրեմն Արցախի արյունը հələ ինքը չի մարսել բայց ուրիշից կոմպենսացիա է ուզում նրանից ով ինքը արյան իր մատակարարն եղել մի խոսքով ահա այստեղ եւ այսպես գնաց եւ ահա քանի որ ինձ թվում է խելքը գլուխը չեկավ, խելքը գլուխ գալներ մեր հայ վերլուծաբանների ուրեմն զուգահեռ մտքի հետ է կապված, որ էս է Իսրայելը գջախջախի Իրանին, ինքը Իրանը հյուսիսը կմիացնի իրեն, իսկ ես ինչու էին ես Գալստանյանն ինչի ապստանվեց այս օրերին, ուրեմն Իրանից կլնի ահռելի հոսք, Զանգեզուրը կհեղեղվի այսինչով, իրենք հեղաշրջում գալիս այլ մտածում էր այն հակառակով, բայց պարզվեց, որ Իրանի բանակին հաղթել չի լինում եւ Իրանը Մակգրեգոր գեներալ կա, ամերիկյան վերլուծաբան ասում որ Իրանը Իսրայելի 1/3 պոտենցիալը ոչնչացրել է, պատկերացնում եք,
ինքն էլ կա, ճիշտ է, վնասվել եւ այսպես հաշիվներ խառնվեցին եւ ահա Ռուսաստանին էլ ինչ է պակաս քրեական տարի անպակասություն կա ուրեմն ինչ կան Սաֆարով կա ոտի համետ ջնջխեց որովհետեւ այս բանի մեջ է միշալոց սպանվողների համար կարող ենք շնորհավոր Սաֆարովի մի տվյալներ կար, որ իր եղբայրներն են, այնպես որ շատ հանդարտ հայերը չողբ սարկեն, թե ինչ արեցին, լավ է, իրար այդպես էլ պետք է հոշոտեն, այս անգամ ուրեմն հայ ժողովրդի դերակատարությունը հերթական ջախջախվելուց հետո Ադրբեջանին հերթական ջախջախելու ցիկլի մեջ, քանի որ Հայաստանի իշխանությունը անկախ քաղաքականությունով բացառված է, որ այդ ֆունկցիան իր վրա վերցնի եւ այլն, որտեղ մեր օգուտը որն է, չկա օգուտը եւ մի խոսքով ահա խնդիրը դրվեց քրեական տարերի վրա եւ ահա այսպես հանկարծ սկսվեց շուկաներ հանցագործներ եւ նման բաներ գործարաններ այսինքն այս ինչ որ կատարվում է կարծես նոր գլխին գան որ ադրբեջանցիները իրենց այստեղ քանդում են էս են անում որ հարստացել են որ պորնոյով են զբաղված ռուսախճիկներին նորություն է բայց նորություն չկա մեջը, չէ, նաև այդ նարիշկինի մեղքն է, երևի մի օր կդատեն, չէ, այն Ալեք Բերով է ինչ է դրա հետ էր ընկերություն անում, բաղնիկ էին գնում Արցախյան օպերացիայի ժամանակ, ռուսական գաղտնիծառայության պետը ուրեմն նրա սնվում էր, իբր թե բայց դա մեկից սնվել ուրիշ է։ Ուզում եմ ասել, սխեման սա է, որ արվեց, ահա այստեղ էլ մի ուրիշ բան կա, որ իհարկե Ալիևը կարող իրեն թույլ տա, քանի որ Թուրքիա կա, քանի որ ադրբեջանցի ժողովրդի կոչված ագրեսիվ մաս կա, այս երկու գործոնը մեջտեղ դրեց Թուրքիայի վրա հենվելով իբրև թե որպեսզի ուրեմն Պուտինի հետ վեճը շարունակի, կտեսնենք ինչով կվերջանա, իհարկե ռուսներ հարմար բային սրան գլխատելու են, դա միանշանակ է։ Հորը արցան տնել, այդ հիմա հարցը տալիս այս բաներին Մոսկվայի իշխանություններին, հիմա Ալիևի գանգ ընդեղ տեղավորում եք, ինչ-որ հանդիսավոր բացում անեք։ Ասում են Մոսկվան ադրբեջանցիներն են կառուցել, արցան ինչ են անելու, այս տղեն էլ ուրեմն այդ գանգն առած աշխարհում մեկ ման է գալիս, ոնց որ եւ հանջարեղ եւ այն հատկապես ուրեմն ուկրաինական բանից է գալիս, որ Ալիևները եւ խելացություն ասել վերջացնեմ շատ շուտով ինձ այդպես է թվում եթե պրոբլեմը սրվի ռուսական գաղտնիծառայությունները այս չեկիստի փաստաթղթերը կտպեն որպես իրենց լագոտի որը լրիվ չափն անցել է եւ ինքնուրույն ուզում է քաղաքականություն վարել բոլոր դեպքերում այս խնդիր է որը Ռուսաստանի անկայունության եւ բանի հետ է կապված բայց Անդրկովկասում Ադրբեջան կոչվածի այդ բանով ուրեմն համ պետություն ստեղծել համ Արցախ տան համ եւ այլն համ հայերի համար Ետնիկ զտում կազմակերպը մի հատ էլ ասի գիտեք ինձ ոչ մեկը չի ուղղել ասեն չի եղել ոչ մի չի եղել իրենք են եւ այսպես կարծում եմ սա է եւ այսպես կգնա այս ժամանակին մանավանդ որ Իրանում իշխանությունը շատ կայուն դուրս եկավ Իրանում որևէ ցնցում չեղավ ծանրագույն պատերազմի ժամանակ եւ Իրանը չպարտվեց ոչ միայն նույնիսկ այս վերջերս Արմենիան Ադրբեջանի հետ կապված հավասարակշռություն եւ դրա համար է նաեւ այն բանի տեղադրած բաները որ չէ Ադրբեջանի տարածքից Իրանի վրա դրակել եւ այն այնտեղ Ռասիմ Մուսաբեկով կա մի այլանդակ բան է ֆաշիստական գաղափարախոսության բանչուրքիստ իսկական թուրքական տարբերակով էլի պատգամավոր է կարծեմ մի օր պատերազմի առաջ օրն մի կլիպ էր տեղադրել որ այսը հյուսիսային հարավային հյուսիսային ադրբեջանը կմիացնենք Ադրբեջանին այդպեսի նյութ կա բայց մուրազները փորը մնաց Պուտինին Ալիևին եւ Մուսա բոլորի մուրազներ փորն է մնացել հիմա իրար են հոշոտում խնդիրը ուրեմն մեզ հետ կապ չունի եւ ուզում եմ հայ փորձագետներն էլ ասել անմիջապես եթե ձեզ KGB-ից ռուսական տվել են հայկական խնդրի հետ մի կապեք
աշխատեք դուք իրենց Խնդիրը հակասությունները մեզ հետ սերեք։ կապ չունի, բայց ասում եք, եթե հետագայում, եթե սրվի այս հարաբերությունները, փաստաթղթեր կտա հրապարակեն, որ իրենց տղան է Թուրքիան այս դեպքում ինչ դիրք պետք է բռնի, պարոն Շիրինյան։ Թուրքիան այնքան փորձ ունի, որ այս Սոդոմ Գոմորի ժամանակ հավանաբար դիվանագիտական դեմարշներ եւ այլն կանի, բայց չի մտնի այդ գործի մեջ մանավանդ բոլորի աչքի առաջ աշխարհում տեղի ունեցավ մի բան, որ կարծում եմ բոլոր տեղերում իմաստավորվում է հարցը։ Աշխարհում ամենահզորագույն բանակ ունեցող, այսպեսի եւ փառաբանված եւ իրականության մեջ նաեւ հիմքեր ունեցող եւ իսրայելական բանակը ըստ էության ոչինչ չկարողացավ անել։ Այդ նշանակում է դուք նայեցեք Ռուսաստան եւ այլն այդ բոլոր ուրեմն ինչպես մեր նաեւ ինչ-որ փառահեղ բանակներ բարձում են զորահանդեսով չեն թուրքերը երբ ինձ թվում է մտածելու բան ունեն որ այն ուրջացված թվերով ուրջացված հզորության բանակ հավանաբար իրենք չունեն դա ես ենթադրություն եմ ասում եւ կբավարարվեն դեմարշով եթե չէ ռուսները այդ կբախվեն իշքան բախվեն այնքան լավ իրար թող բայց հայությունը այս անգամ ոչ մի գործ չունի այդ գործերի հետ իրենք էլ իրար հետ այս հարցերի մեջ իրենք էլ գնում այնպես որ այնտեղ առաջարկել Արցախը նորից մեզ հետ տալու Արցախը ձեզ ոչ մեկը հետ չի տալիս եւ առասարակ տարածքը ոչ մեկը մյուսին չի տալիս նույնիսկ բարեկամը դա վերցնում են իսկ հայությունն ասել ոչ ուժ ունի ոչ քանակ ոչ էլ կարողություն հետ վերցնելու դրա համար առաջարկս է սպանդի մեջ չմտնել հանկարծ որտեղ մենք կվտանգենք այն եղածը ինչ որ մեզ մնացել է մեր հայրենիքից դուք պատմության մեջ չեք կարող որևէ դեպք բերել որ մեկը վերցեն մեկի մի բան է տվել բայց այդ գայթակղությունով մեզ ռուսները 1000 տարի մաշեցրին թուրքական յաթաղանի տակ մաշեցրին իսկ բայց դա մի ուրիշ բան ունի որ պիտի արվի անպայման ուրեմն եվրոպական կառույցներում միջազգային Արցախի ներկայացուցիչները պիտի էթնիկական զտման վերադարձի մշակույթի գիշեր-ցերեկ պիտի աշխատեն բայց այս դրանց մեջ չպիտի լինի ռեսասեր մարդ եւ կագեբեշնիկ այսինքն ներկա իշխանությունից ոչ մեկը չպիտի լինի ներկա իշխանություն չկա այն նախկինից որը մեկը չպիտի լինի Արցախահայությանը ես ասել եմ հիմա կրկնում եմ ձեզնից մի 5-6 մարդ լեգիտիմության իրավունքով օժտեք Ստրասբուրգում նստեք աշխատեք եւ կարծում եմ հայությունն բոլոր հնարավորությունները ցես կօգնի ինչքան նրանք կմնան ձեր հանդեպ ոչ վստահություն չի մնա եւ բազը ռուսները ցես օգտագործելու են էլ ոնց օգտագործեն ես մեկ աննախադեպ էր չէ ուզում եմ ասել որ դա իսկ ընդհանրապես մտնեցան է որը մեկը վերցնի բան դա բացառված է ասում եք Թուրքիան չի մտնի Ռուսաստանի եւ Ադրբեջանի այս խաղի մեջ բայց դուք կարող եք Թուրքիան ինչ որտեղ Ալիևին հրահանգել կամ սաստել կամ ինքը իր օգուտ ունենա ինքը բանը բայց մեծ հաշիվ նկատի ունեմ մեծ հաշիվ չի մտնի բայց ամեն դեպքում Ալիևին մենք պետք է նայենք թե մենք ինչ կարող ենք անել բայց դա ես մեր բարակար չեմ ուզում խոսել այսինքն մեծ հաշվով մենք շատ բան կարող ենք անել մեր խնդիրը գանձագողերին իշխանությունից հեռացնելն է վանքի այսպես ասեմ, մենք շատ, բայց հիմա իհարկե մենք վիճակի չենք եւ կարիք չկա։ Մենք պետք է շատ զգուշ լինենք, մեր պետության ամրապնդման լավագույն շրջանն է եւ դարերի այդ կորստից հետո որ մեր եկեղեցին է իսկական հայաստանյան ծառայության բերելն է։ Սա մեծագույն հաղթանակ կլինի այս ուզուրպատորի հեռացումով եւ իր թայֆայի վանքից դուրս գալով։ Դա շատ կարևոր է մեր ժողովուրդը վերջապես կունենա իր հավատի հանգանակը եւ եկեղեցին եւ այլն ինչ որ իրեն ցույց անհրաժեշտ է եւ այստեղից է Սփյուռքին եմ ուզում դիմեմ այս բարակը եկեք Սփյուռքին դիմելս մենք պահենք կարճատև գովազդային դադարից հետո պարոն Շիրինյան փաստորեն մենք ամփոփեցինք ռուս-ադրբեջանական այս հարաբերությունները տեսնենք ասացիք լայն բան է պիտի տեսնենք մնացածը չենք իրադարձություններին ու հեռու մնանք դրանից իսկ այն ինչ որ կատարվում է մեր երկրի ներսում եւ ինչ ունենք ասելու Սփյուռքին կարճատև գովազդային դադարից հետո հարգելի հայրենակիցներ հետեւեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ
չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Շիրինյան, կաթողիկոսը լքելու է մայր աթոռը, դա ժամանակի հարց է։ 3 ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ալեն Սիմոնյանը։ Դուք էլ եք գտնում, որ պետք է ավելի շուտ է։ Դուք ավելի շուտ, բայց իշխանական կողմերը արդեն պնդում են եւ գտնում են, որ ընդ որում մայր աթոռում տեղ ունեցած միջադեպը ոստիկանության եւ ԱԱԾ-ի հետ կապված Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ոչ ոք չի ներխուժել Վեհարան։ Պարզապես այնտեղ թաքնված հոգեվորական ենք ունեցել, որ պետք է ներկայանալ, մի խոսքով դա ավելի շատ այդ երևույթը կապված էր։ Տեսեք մի բան ասեմ, էլի, եթե Ալեն Սիմոնյան երեկ է ասել, ես մի 15-6 օր առաջ ասել եմ, հարցը սկզբունքորեն լուծված է, նույնիսկ եթե չէ, այս բանը, բարոնը հանրապետականի կաթողիկոսը չհեռանա, ինքը բարոյական որևէ ձևով, մնացած ոչ մի ձևով չի կարող կառավարել եկեղեցին, որտեղ եկեղեցին ու բանակ չի, ինքն էլ մարզպետ չի,
ինքը իհարկե գուզե վարչապետ լինել, բայց վարչապետ էլ չի եւ այլն։ Ուզում եմ ասել, դա վարչական կառույց չի են իմաստով, այսինքն ոնց չի լինի, բայց չի մտածում, մի օր կարող է հավատացյալները փողոցում բռնեն արծպակեն։ Եվ այս մենք տեսանք նաև նույն հավատացյալները թույլ չտվեցին, որ Այդ հավատացյալները չեն, իր հավատացյալներն են, որտեղ հավատացյալներ ոտիկ կանգնեին, ինքը իր մարդիկ են եւ այլն։ Մի երկու հոգի էլ կարող է մոլերանտ լինի, բայց չեմ հավատում։ Այդ իրենք են եւ այդ կաններ ամբողջ է այդ աշխարհում եք ասեմ իր կողմնակիցներն այդ կանեին եւ Սփյուռքում դրա հետ կապված ինչ-որ շահառու երևի հարաբերություններ ունեցողներ այնլապես որովհետեւ հարցին չէ Հայաստանի իշխանությունը եւ որը մեկս երբեք եկեղեցու դեմ դուրս չենք եկել կռիվ ենք տալիս եկեղեցի վերադարձնենք իր հոգեվոր ծառայություն հաջորդի համար ոչ թե օլիգարխիայի ոչ թե կլանի ոչ թե Ռուսաստանի այսինքն սա եւ նա պիտի բացատրի իմ ասածը բնդում եմ նա պիտի բացատրի Պուտինից ինչու է ստացել չկանշան Ղարաբաղյան այս 44 օրյա պատերազմի պարտությունից հետո համառորեն լռում եւ ընդ որում Ռուսաստանի դեսպանատանը եւ ինչու գնաց պիտի բացատրի նաեւ թե Մինսկում ինքը ռուսական գաղտնի ծառայությունների հետ հանդիպել է թե չէ Լուկաշենկո չի ընդունել բայց դա Լուկաշենկոյի հետ չի եւ հրաման ստացել է հեղաշրջման թե չէ եւ վստահ եմ որ այդպես եղել է տրամաբանորեն բայց նա պիտի ինքը բացատրի այսինքն սրա վրա շատ հարցեր կան հիմա ինչ եմ ուզում ասել երկրորդը ասեմ որ այսինքն ոնց մայրաթոր մեր անվտանգության ուժերը ինչու պիտի ներխուժեն սահմանադրորեն մեր բոլոր պետական կառույցները անվտանգություն վարչական եւ այլն իրենք ուրեմն ունեն գերագույն իշխանություն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հետհավես նրանք եթե օրենքով թույլատրած է դատարան դատախազություն իրենք չեն ներխուժում իրենք գնում են մեկի վզից բռնում բերում են իրենք չեն ներխուժում հիմա մեկը ինձ ասի խոսքը հենց այստեղ ես գիշերը տուն եմ գնացել ինձ ասեն ինքը ժամը իր տունն ներխուժեց դա իմ տունն է ամեն ինչով այսինքն անվտանգության ուժեր նման բան չեն արել բայց ես ուրիշ բան եմ ասում Սփյուռքն էլ իմանա որ ես կարող եմ իրենք շնորհավորեմ անկեղծ հայերին իհարկե որոնք շահագրգիռ են պետության կայացումով մենք ունենք փաստորեն ուրեմն մեր անվտանգության ուժերի որակ այնպեսին է դարել որ պետական հեղաշրջման գեղերական հեղաշրջման այդ գաղերի եւ տերորի ուրեմն առաջ մի քանի ժամում առաջ այդպես չի եղել օրերով շաբաթներով եւ այլն փայլուն աշխատեցին կրակետ կազմակերպած երում է լավ մարզվել են իսկ այդ անհետեցություն պետք է անեն մայր տաճար ես ասեմ ենթատեքստը որն է դրա ինչու են ասում մայր տաճար ներխուժեց չգիտեմ ինչ պատմության օրինակներն են պատմությունը մենք պետություն չենք ունեցել մենք առաջի ուրեմն ցարի այսպես անենք Օսմանյան պետություն ռուսական պետություն դրանք մեր պետությունը չեն եղել նրանք ինչ են արել այս բոլորը քծում ենք ինքը ինչ է արել եկեղեցին նրանց հետ էլ են քծում Սեփական պետության մեջ ապստամբական օջախ չի կարող լինել, նույնիսկ վեհարանում։ Եթե եղավ, վերցնում քծում են դուրս, օրենքի ուժով, դա օրենքով է։ Այսինքն անվտանգության ուժերը պատասխանատու են մեր երկրի անվտանգության համար։ Իսկ կա ենթատեքստ, որը 100%-անոց համոզում այդպեսին է։ Ես ինչու Աջաբահյանը այդ հոխորտաց ապստամբության կոչեր արեց մնացածը մենք հերոստատեսյան տեսանք տագնել ինչ կա օրագիր Գեբելսի օրինակն է բան արել օրագիրն է պահել որ հետո գրի որ եթե իր ուզածը լիներ դառնար ազգային հերոս բայց թե ուրիշ եւ վարչապետի թեկնածությունը առաջարկեց հա հիմա տեսեք ինչ է լինում ուրեմն սրանք ես հենց այդ թեզիսի վրա աշխատել են, ես ենթադրում եմ, որ իրավունք ունեմ ենթադրելու, որ մարտաճարը ուրեմն Գարեկին ուզուրպատորը վերացրել է այդ խռովարարների հավաքատեղի։ Ինչու? Որովհետև անվտանգության ուժերն այնտեղ չեն մտնի։ Այսինքն այս տգիտության, գավառամտության եւ այլնի բանով դե ոնց կլինի, դե աշխարհներազը ոնց կլինի, ես էլ ասում եմ, բայց ոնց կարող է չմտնեն։ Բայց ներխուժում ոնց կարող է լինել, եթե մարդիկ կրակետ աշխատել են եւ այլն։ Եթե հիմա ենթադրենք
ահաբեկիչը վեհարանում թաքնվել է անվտանգության ուժերի։ Բայց դեռ ապարշի չէ մարդ ահաբեկիչ է թե ահաբեկիչ չէ, ինչի մասն է։ Ենթադրենք ասեցի դրա համար ես ենթադրության սխեմա եմ ասում։ Դե բայց խայտարակվեցիք ամբողջ աշխարհով։ Աշխարհով չենք խայտարակվել, ասեմ, այդ ռուսական ալիքներն են, արինաշկերքներն, եկել ես Ղարաբաղյան կլանի թափթփուկներն, չեք, Մակրոնն է շնորհավորել է։ Հիմա տարբեր է, ամեն մեծ միջամտում է, ասում են ինչու էս միջամտում արինաշկերքի համար, որտեղ իրենք են սարքել Լավրովի պլանի մի մասն է, Հայաստանում իշխանապողություն դիմնում չի լինում։ Ուրեմն այս թայֆեն էս ծև է մտածում կագեբեշտիկների Մակրոնինը հայտնի է, Թրամփը չի ասել ոչ մի բան, կարևորը չի ասել, Իրանը ընդհանրապես ցեն չի հանել եւ այլ, այսինքն ով եւ նաեւ սրանց հետ կապված այն կագեբեշտիկները, որ այս տարիներին կողոպտեցին եւ գնացին Ամերիկա եւ մնացած տեղեր ապրում են, նրանք այդ բաներն ասում են, բայց հիմա վերադառնում ենք մեր ազգային պետական շահին։ Մենք ունենք հարցերի մեկնաբանման մի չափորոշիչ մեր ազգային պետական շահը, ինչ է պահանջում։ Հիմա այս Սոդոմ Գոմորի տարիներին ես մեծ պետություն է պետք։ Մեզ պետություն է պետք եւ պետության հզորություն ներքին կառավարություն անդադ ուժեղացնել, բաշխացնել ժողովրդավարություն։ Ինչը խանգարում է պետք է ճզմել անցնել այդ դրա վրայով։ Ընդ որում այդ որ թեկուզ եկեղեցականների հանդեպ եք ասում ճշմեր բզակոթին հարվածել եւ այլն, ընդ որում դրանք հանրության կողմից քննադատական ես տեսեք ասեցի դուք չլսեցիք, ասի օրենքի ուժով Օրենքի ուժը ուրեմն պարտադիր է եւ օրենքով պիտի աշխատեն այդ բոլոր առանցաղմուկավակի հարցը լուծել։ Իսկ իրենք պիտի խոհեմություն ունենան մեր եպիսկոպոսաստահը, դասը պիտի հիմա հավաքվի ասեն արի եղբայր դու դուրս արի վերջացավ այս հարցերը։ Բայց կգան այդ հայտարարին, կգան այդ։ Չեն գա օրենքի ուժով կաշխատեն։ Ես ասեմ, որ ես իշխանության կողմից լիազորված չեմ ասելու։ Ես ասում եմ քաղաքագիտության եւ անվտանգության տեսանկյունից, որին պարտականությունն է եւ կուսակցության։ Օրենքի ուժով իշխանությունը պարտավոր է այս հարցը լուծել։ Ինչպես կլուծի, օրենքի շրջանում իրագործն է, անվտանգություն կօգտագործի, թե չգիտեմ ինչեր իրագործն է։ Ասում են օրենքն էլ իշխանության ձեռքին է, ոնց ուզում է, շրջում է, ոնց ուզում է, դասավորում է։ Նայեցեք, տարօրինակ կլներ, որ օրենքը լիներ գողապետերի ձեռքին։ Դե նկատի ունեմ մեկ անձի կողմից կարող է մեկ անձը ում է կառավարությունը, չի, մեկ անձը կառավարությունն է։ Հիմա տեսեք ինչ կա։ Ֆրանսիայում էլ եւ մեր վարչապետը առիթը բաց չի թողնում անգարակ այդ գրառումները Facebook-ում կատարել։ Ինքը իրագործն է դա, ես վարչապետի բանը չեմ խոսնակը, դուք իրան այդ հարցերը կտաք, բայց Մակրոնը միակ մարդն է, որ Ֆրանսիայում միջազգային զենքի կիրառման իրավունք ունի, որտեղ ինքը ընտրված նախագահ է, վերջ Մենակ ինք ունի, ուրիշ ոչ մեկը չունի, վարչապետն էլ իր իրավասություն ունի, Գերմանիայի կանցլերն իրար ունի։ Ըստ որ այստեղ կտրել եւ այդ ռուսական անհետեցությունները, Պուտինի մասին ոչ մեկ այդ բաները չի ասում։ Ես օրինակի համար ասեմ, Կիրիլը ռիսկանի Պուտինի դեմ վիճի։ Եթե ասել էր ազատում ես, կարող է չազատել, հա։ Պատկերացնում եք այդպեսի դեպք ինչ կաներ, ռուսական դակեպեն նույն օրը կխեղտեր, հետո էլ կձևակերպեն փաստաթղթով դեմոկրատական ընթացակարգում մարդը խեղտվել, ինչպես հասնում Ռուսաստան մեր նախկին իշխանությունների օրոք ուզում եմ ասել, որ այդ չի հարցը, հիմա մեզ ինչ է պետք, մեզ համար պետք է երկրիքարություն, զարգացում եւ այլն եւ սփյուռքին էլ պետք է դուք ըմբռնումով պիտի վերաբերվեք մեր պետության կայացման ընթացքին, հա։ Սփյուռքի անելիքը որն է։ Սփյուռքի ոչ մի բան, ինչ Այսինքն ինչ կա իշխանությունն անում է, այստեղ ոչ մեկ անելիք չունենք։ Մենք պարզապես պետք է այդ բարոյական մթնոլորտն առաջացնենք եւ մի բան ներկայացնենք հանրությունից։ Ես կարող եմ, որովհետեւ 5 տարի է 4 ամենակիչը ամեն Իրաքի եկեղեցիներ, վանքեր գնում եմ, հաղորդումներ եմ տալիս, հորդորում եմ, ինչպես կասեր երջանկահիշատակ Խոսրով Հարությունյանը, հորդորում եմ, որ մեր հոգևոր կյանքը պիտի կարգավորվի, մեր եկեղեցին պիտի կարգի կա մեզ համար խիստ կարևոր է, մեր աստվածաբանական միտքը պիտի զարգանա, մեր հոգևորականները պիտի կրթվեն Հայաստանում, չգնան ուրիշ տեղեր չեկից դառնան, այս դառնան վերադառնան, էլի։ Այսինքն ինձ համար բան չի, դրա համար նաև քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության հետաքրքրության մեջ է։ Բոլորիս հոգսն է, որ շուտ արագ հարցը լուծի, սա այն պաշտոնի կռիվ չի, նախարարի տեղի կռիվ չի, սա Գրիգոր Լուսավորչի գահը
ազդեցություններից դուրս բերելն է, այնտեղ ինչպեսի կա, չկա եւ այլն։ Ես չեմ կասկածում, որ իշխանությունները կգործեն այս մեկ հաստատ օրենքի շրջանակներում, իսկ օրենքը նաեւ կառավարությանը պարտավորեցնում երկրում կարգ ու կանոն եւ այլն, այս խնդիր չեմ տեսնում։ Կարծում եմ հարցը լուծված է։ Հիմա եպիսկոպոսներն ինչքան ունենան մտահոգություն եկեղեցու եւ մեր ժողովրդի հանդեպ շատ արագ կհամոզենք ասել դուրս արի եղբայր այսքան նստեցիր չեղավ արյունով եկա արյունով չես ուզում գնաս արյունով եկել չէ եւ իշխանություն յուրացրել ինչ եմ ասում ուզուրպատոր վառան վերցրեք նա իշխանության յուրացում է արել հասկանում եք փողերի պետական մասին է խոսվում 20 միլիոնի մասին է խոսվում եւ այլն այս բոլորը պիտի մաքրվի սա մեր եկեղեցին է եթե կուզեք ասենք սա մեր սրբության սրբոցն է մեր ժողովրդի համար հետեւաբար այդտեղ պետք չի որ կռիվ տալ բայց քուրով աղբերով տեղավորվել է իրենց գեղացիներով բաներով հարազատներով լցվել է հոսա բան չէ ռայկոմ չի հասկանում եք ոնց է երրակում էլ չի կարելի բայց դե առաջ Եթե ամփոփենք իշխանությունները պարտավոր են օրենքով եւ փաստերով այս ամենի պատասխանը տալու եւ գործողություն որտեղ այն հարցերը որ բարձրացնում է իշխանությունը հարությունն էլ է ուզում դրա հարցերի պատասխանները բայց բոլորը սպասում են որ դա լինի օրինական եւ ոչ թե գզվռտոցներով կամ օրինական էսպես է մենակ իշխանություններին դիմելու ուզում եմ ասել անշուշտ որ ես կասկած չունեմ որ օրենքով է լինել որտեղ հիմա մի երևի 500 իրավաբան այդ հարցերը քննել են ինչպես եւ այդտեղ խնդիր չեմ տեսնում արագացնել է պետք որտեղ այս Սոդոր Գոմորի ժամանակներում երկրում ներքին հակասություններ պահելը վտանգավոր է արտաքին միջամտության խնդիրներ կարող են առաջանալ շուտ հարցը պետք է լուծվի ու վերջանա օրենքով էլ հետի հարցը պետք է լուծենք սա է օրենքով է լինելու ազգայնացում աշխարհի բոլոր պետություններն ազգայնացնում են ինչ եղել պետականացնում են ես այստեղ մի սկզբունքային բան եմ ուզում ասել հետի բարակը այն հարցը լուծեցինք ես կարծում եմ այն հարցը լուծված է ինքը լավ կլինի որ խելամտություն ունենա դուրս կա բայց այնտեղ երկրորդ հարց կա հիմա գոնե այնպիսի մի ընդրություն լինի որ մեր եկեղեցին ունենա աստծո հետ կապ ունեցող աստվածաբանական միտք իմացող, միտք տեսություն, աստվածաշունչ իմացող եւ կազմակերպական ջիղ ունեցող մարդ, որտեղ մեր եկեղեցին ռեֆորմի կարիք ունի, կազմակերպականից, տեսականից, ես ոչ մի հարց չի լուծվել, իշքան եմ ասել 5 տարի կրկնում եմ, սա շատ պետք է, ինչի է պետք, որովհետեւ սա այն ուժն է, որ մեր ժողովրդին ոգեղենություն կտա, հոգեկան ուժ կտա այս դժվարին Սոդոմ Գոմորի ժամանակներում։ Մեր բանակն անգամ ոգեղենություն կստանա։ Սա մեր եկեղեցին է։ Օրինակը կա ինչ մոդելով մենք ունենք մեր կաթոլիկները, մեր բողոքականներ, որոնք ազգային եկեղեցիներ են հաշվում, չէ՞, ինչպես են մարդիկ համեստ իրենց գործն անում, այսպես պիտի աշխատել, իհարկե քաղաքականությունը չպիտի մտնելից հանեն, բացառված է քաղաքականության, բայց դա չի նշանակում փոխհարաբերություն չունենալ, չխորհրդակցել, երևի խորհուրդ պիտի ստեղծվի նաև ապագա կաթողիկոսի հետ խորհրդակցել, հարցերը քննել, մեր բարքերի վերականգնման հարց կա, մեր հոգին, մեր ժողովրդի ոգեղենը հազար մի հարցեր կան, նաև կուսակցություններ կան, օրինակ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ամենայն անկեղծությամբ եւ բանով պատրաստակամությամբ կօգնի կլինի, այսինքն այդպեսին է այդ կուսակցությունը եւ նպաստը գբերի եւ այլն, նաեւ աննպաստը գբերի նրանց ովքեր նորից մանիպուլյացիայի ճամփով կգնան, իշխանությունը եկեղեցու դեմ չկա այդպեսի բան կա, իշխանություն որ եկեղեցու ստիպված է եկեղեցու մեջ կարգ ու կանոն հաստատելու, իսկ դա իր սահմանադրական պարտականությունն է, նաեւ ազգային պարտականությունն է, իսկ ուրիշներին աշխարհի տարբեր ձևերից, խմբերի, բողոքներ, բաներ, որ եկեղեցու ցերում, դա անթույլատրելի բան է, անթույլատրելի է, սկանդինավյան հայերի միություն, քանի մարդեն ով են, այսինքն դուք ինչու եք շահագրգիռ, որ եկեղեցում այս վիճակը մնա, որ կար, շատ եք կող, որ այս հենց այստեղից է ձեր Սփյուռքին դիմելու, ինչ է, դրա համար Սփյուռքը ուրեմն մենք մի խնդիր ունենք Սփյուռքներից դուրս, նայած ով ինչ լիազորություն չափերով,
նպաստենք մեր պետականության կայացմանը, որի հիմքում անտես հիմա հնարավոր չի պիտի դրված լինի Տրտադմեցի եւ Գրիգոր Լուսավորչի դաշինքը, որտեղ առաջինը Տրտադմեցն է, երկրորդը Գրիգոր Լուսավորիչը։ Նա նրան ոչ հավասար է, ոչ վերև է։ Այդպես կամեցել են մեր մեծերը եւ այդ ավանդույթը հարցը լուծել է։ Չկա ուրիշ հարց, չի կարող լինել։ Եվ վերջին հարցը, պարոն Շիրինյան, Հայաստանը միանում է ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին։ Կայա Կալասի այցը Հայաստան։ Արտաքին քաղաքականության մեջ այս 2-3 տարին այնպիսի տեղաշարժեր են եղել գեոստրատեգիական, ոչ թե այդ հարաբերությունների, որ մենք լրիվ այլ հարթության մեջ ենք հայտնվել ու անտես ձևով, եւ դա մեծացնում է երկրի եւ պոտենցիալը եւ Եվրոպականությունը Հայաստանը երբեք այսքան մերձ չի եղել։ Մերձ չի եղել, նաեւ այստեղ մենք մի հարց ունենք, որ Եվրոպա ասում են, այստեղ մենք Եվրոպա ստեղծ ժողովուրդ ենք, ժողովրդի համար ասեմ հետեւյալը, այդ որ ձեզ ասում են բայ Եվրոպա, այս ժամանակակից աշխարհը հիմա որ կա, Քրիստոսի ժամանակներում, ասենք Գրիգոր որ ասում ենք այս շրջանում, այդ աշխարհը ստեղծել են 3-4 ժողովուրդներ, Հռոմը, Հունաստանը եւ Հայաստանը։ Հիմա որ դուք մենք որևէ մեկ առաջարկում եմ Երուսաղեմ գնա, առաջարկում եմ անպայման այցելի եւ կարծում եմ որ կգնան Հարության տաճար, Սուրբ Հարության, որտեղ Քրիստոսի գերեզմանն է, աջունն է ամփոփված։ Այդ եկեղեցին 3 մաս ունի, ու անտես բաժանված, ու բոլորը գիտեն, ուղղակի գիտեն գծե։ Ուրեմն մի մասը հայաստանյաց, ոչ հայության, հայաստանյաց ուրեմն առաքելական Սուրբ եկեղեցու տիրույթի տեղն է, Մեսրոպ Մաշտոցյան ուղղագրությամբ եւ տառերով էլ գրված են տողեր, եւ հայ վանականներն էլ այնտեղ հիմա ծառայության մեջ չեն աշխատում, ծառայության մեջ են։ Մնացած կողքի մասը ուրեմն ուղղափառ մասն է, հունական մասն է, ուրեմն որը հույներն են իրենց եկեղեցին է, իսկ երրորդ մասը ուրեմն դա լատինական մասն է, ասին Հռոմի Պապ եւ այլն։ Եվ այդ տարածքը վերջանում է, ուրիշ ուղիղ իմաստով որևէ եկեղեցի իրավասություն չունի, բացի 3 եկեղեցին։ Այստեղ սա ինչ է մեզ հուշում, որ այդ աշխարհը, որի անունը այսօր Եվրոպա է, Արևմուտք է, ինչպես կասեք, ուրեմն ստեղծողներից մեկը մենք ենք, դրա համար մենք ապրում ենք ինդիգենացման շրջան, վերադառնում ենք մեր արմատներին, որ տարերի ընթացքում մեր խոշոր եղբայրը մեզ խաբելով, քցելով, այսպես արյան բաղնիքներ սարքելով տեղավորել ուրիշ տեղ։ Եվ այնտեղ որևէ եկեղեցի դրանց ավելի բան չունեն։ Այսպես համաշխարհային քաղաքական օջախը դա սիմվոլիկ է եւ այլն, ունենք նաեւ իհարկե Սուրբ Հակոբի բանը եկեղեցին վանքը, բայց դա ուրիշ բան է, այս որ դրա համար Եվրոպան մեզ համար ոչ գնալու բան է, ոչ էլ գալու բան։ Ես կարծում եմ Եվրոպան է մեզ գալիս, մենք Եվրոպա չենք գնում։ Ավելի շուտ մենք փոխադարձ իրար դեմ ենք գալիս։ Եվ մի բան էլ ասեմ կվերջանա ժամանակը, որ անպայման լացակումած երանգներով չանենք։ Եթե այս տարի ես մտածում եմ, ես հարցը լուծված վերջացրած է, ուղղակի իշխանություններին ասում եմ արագացրեք, այդ հարցը արագ փակեք եւ նոր կաթողիկոսեպետ կասենք շատ հիմա շարժվենք առաջ։ Ուրեմն մենք ունենք Իրանի եւ Իսրայելի կախումը մեր համար առաջացրել է ոչ վտանգավոր վիճակ, չեմ ուզում մյուսով ասեմ, ոչ վտանգավոր։ Դա թույլ է տալիս առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների հավասարի տարբերակով մերձեցում եւ հյուսիս-հարավ ճանապարհի կառուցում օվկիանոսից ուրեմն հնդկական Չաբարի նավանկից մինչև Սևծով Եվրոպա եւ այլն։ Ես այլևս կասկած չունեմ աշխատել է Լետնաջան իրենց հետ եւ այլն։ Ուրեմն այդ իմաստով, եթե դա լինում է, Հնդկաստանի հետ հարաբերությունների շատ ավելի մերձեցումը կանխատեսելի է, մնում է ուրեմն Ֆրանսիայի մասով կարծում եմ որևէ մեկ կասկած չունի, մենք պետք է շատ լավ աշխատենք ամերիկյան ուղղությամբ այն համաձայնությունը, որ հունվարին կնքվեց ստրատեգիական ուրեմն համագործակցության,
դրան պետք է միս արյուն տրվի ավելի ու ավելի։ Ռուսաստանից էլ անverջ հեռանալ է, պետք իրենց էլ այստեղից դուրս անել։ Հետո իրենք համաձայնվեն մեզ հետ իրավաբանական հարաբերության, դա իրենց գործն է։ Բայց հաջորդը տեցից հետո երկաթուղին է։ Դա նկատի ունեցեք։ Ես կարծում եմ այդպես պետք է երրորդը Զանգեզուրի կամ Սյունիքի հատվածում ուրեմն լեռնամետալուրգիայից կամ լեռնահանքարդյունաբերությունից իրենց կապիտալի արտամղում է եւ վերջ իսկ այն արևիկից էլ ռուսական սահմանապահ գումարտակ պիտի դուրս գա անպայմանորեն ցկելը վտանգավոր է մեր համար էլ Իրանի համար էլ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Շիրինյան շատ բովանդակալից հաղորդման համար մեկ շաբաթ հետո կրկին կհանդիպենք եւ հուսանք որ նոր կաթողիկոս կունենանք տեղապահանջ շնորհը չենք ունենա նորով Դուք այդքան զգում եք դրա արագ լուծվելու Դա խիստ անհրաժեշտ է Տեսեք մարդկային կյանքը ես ասեմ 3 հատված ունի մեզ նյութական աշխարհ չէ հոգեվոր մտավոր աշխատանք գիտակցության եւ հոգեվորը եկեղեցումն է հոգեվորը ինքը մտել է նյութական աշխարհ խրվել է դուրս Եվ այդտեղ դատարկ է մնացել Եվ այն դատարկ է մնացել իսկ մենք գիտենք օրինակ ես ասեմ հատկապես Սփյուռքը երևի կհաստատի ինձ խորապես համոզված եմ եթե մենք չլինենք իսկական քրիստոնյա ժողովուրդ մինչև 15 թիվ մենք ցեղասպանության այդ հարվածներին դժվար դիմանայինք մենք դիմացել ենք մեր այդ ներքին ուժով ներքին ուժը մեզ պետք է վերականգնվի եւ մենք ունենանք մի հատ նոր Խորեմ Մուրադբեկյան էլ է, որ 37 թվին խեղդեցին։ Հետևենք զարգացումներին, պարոն Շիրինյան։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևենք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։